Բարի լույս, սիրելներ, Երեմիայի մարգարեության 32-րդ գլխում հետևյալ պատգամը կա. Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրիվ ստվեցի նրանց իմ բարգությամբ, զայրույթով ու մեծ ցասումով։ Նրանց կվերադարձնեմ այս վայրերը, հույսով կբնակեցնեմ նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստված։ Եվ ես կտամ նրանց մի այլ սիրտ ու ճանապարհ, հանապազտ երկնչելու ինձնից ի բարօրություն իրենց, իսկ իրենցից հետո ի բարօրություն իրենց որդիների։ Տեսեք Աստծո սիրո եւ նրա ողորմության մեծությունը, սիրելիներ։ Չնայած Տերը բարգացել է, արդար էր Տիրոջ բարգությունը, զայրացել է, արդար էր նրա զայրույթը, բայց ասում է, որ ես իրենց հետ եմ բերելու, որովհետև զղջում են, որովհետև ապաշխարում են։ Եվ հետ բերելը դեռ քիչ է, ասում է մի նոր սիրտ կտամ եւ մի նոր ճանապարհ։ Ինչքան կարևոր է մեր սրտի պարունակությունը, սիրելիներ։ Տերը, երբ մենք դարձի ենք գալիս դեպի իրեն, մի նոր սիրտ է տալու մեզ, մի նոր ապրում է տալիս մեզ եւ մի նոր ճանապարհ, որպեսզի գնանք դեպի այդ փրկությունը։ Ինչու՞։ Ի բարօրություն իրենց, այսինքն տալիս է, որպեսզի իմ կյանքը ավելի բարոր լինի, ավելի լավը լինի։ Եվ ոչ միայն իմ այսօրվա կյանքն է Տերը օրհնում, այլ նաև իմ սերունդների բարօրությունն է օրհնում։ Տեսեք ինչքան մեծություն է, ինչքան կարևորություն է, երբ մենք պատրաստ ենք ապաշխարելու եւ դառնալու դեպի Աստված։ Ոչ միայն մեր անձերի փրկության համար, այլ նաև մեր սերունդների փրկության համար։ Որովհետև եթե ես դառնում եմ դեպի Աստված եւ սկսում եմ Աստծո հետ ապրել, իմ զավակը տեսնում է, որ իր հայրը Աստծո հետ է ապրում եւ ինքը սովորում է հորից։ Ինչ տեսնում է, այն էլ սովորում է։ Ուրեմն այսօր սիրելիներ հոգևոր նախաճաշի պատգամը այս է, որ մենք մեր ապաշխարությամբ ոչ միայն մտածենք մեր անձերի մասին, այլ հասկանանք, որ մեր ապաշխարությունը դա երկարատև ներդրում է, որի արդյունքում իմ, քո յուրաքանչյուր մեկի զավակը ավելի լավ կյանք է ունենալու։ Ուրեմն չուշացնենք դառնալը դեպի Աստված, քայլենք Տիրոջ հետ եւ արժանանանք այն բարոր ու օրհնված կյանքի, որ Տերը պարգևելու է մեզ, մեր ապաշխարության, մեր դարձի շնորհիվ։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։